վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննվող այդ վարույթի ժամկետները լրանում են շուտով եւ որոշումը հայտնի կդառնա։ Ես ուզում եմ հասկանալ կառավարությունը ինչ սցենարներ ունի, եթե այդ լիցենզիան դադարեցվի, արդյոք կառավարությունը պատրաստ է գնել հեծը սեփականատերերից եւ մի հարց էլ դուք ամիսներ առաջ հայտարարեցիք, որ հոգեվորականների կյանքին վերաբերյալ տվյալներ ձեզ տրամադրում է ազգային անվտանգության ծառայությունը, ուզում եմ իմանալ արդյոք դուք այդ տվյալների հիման վրա եք գրում քեռակնոջ մասին ձեր հայտնի գրառումը, եթե ոչ ինչ ինֆորմացիոն հիմք ուներ այդ գրառումը եւ արդյոք դա վերաբերվում էր Մայրաթորի դիվանապետ Աշակ Սրբազանին։ Նախ առաջին հարցի վերաբերյալ ուզում եմ ընդգծել, որ ներողություն ինչա մասն էր առաջին հեծի պիտի սպասենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը եւ այդ որոշումից հետո մեր մոտեցումները ձևակերպենք, չնայած ասեմ, որ նախկինում էլ մենք ասել ենք, մեր պատրաստակամությունը հայտնել ենք եւ ես իմիջիալոց քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի իմ ելույթում երկու սցենար նշեցի, սցենարները մնում են ուժի մեջ եւ դες ասացի, որովհետեւ նախ կախված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումներից, որովհետեւ այդ որոշումը ինչ որ մի բովանդակություն է ունենալու, որը կամ հնարավոր է դարձնելու կամ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու մենք կքննարկենք, այսինքն նախ սպասենք տեսնենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ինչ է որոշում, դրանից հետո կոնկրետացնենք շարունակությունը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է դառնալու հարցածագելու ինչքան է գինը, գնից է կախված իսկ գինը պետքա որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ կառավարությունը շատ լրջորեն կքննարկի, եթե դա շատ մեծ կլինի գինը եւ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով, բայց ասում եմ, դա հնարավոր կամ անհնար կդառնա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքում։ Երկրորդ սցենարն է, որ ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության մասնագիտացված եւ իհարկե բայց կառավարությունը որոշակի ներկայություն թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերի, թե ոսկե բաժնետոմսով այդ արդեն քննարկվում է։ Բոլոր դեպքերում պետք է վճարի հեծին, բայց ով մի սցենարի դեպքում կառավարությունը, մյուս սցենարի դեպքում նա ով ձեռք կբերի, որովհետև ըստ էության անուղղակիորեն կստացվի, որ ձեռք է բերում իհարկե կառավարության միջամտությամբ, բայց ձեռք է բերում մյուս ընկերությունից։ Այսինքն դրանք այդտեղ շատ նրբություններ կան, ես խնդրում եմ հաշվի առեք, տնտեսատեխնիկական, որոնց ես կարող եմ չտիրապետել։ Ես քաղաքական շրջանակը կարող եմ գծել, մնացածը իրավաբանները, տնտեսագետները, մասնագետները, աուդիտորները իրենք ավելի ճիշտ հասցեատերն են այդ հարցի։ Հաջորդ հարցի, երկրորդ հարցն է։ Գիտեք, ես կարծում եմ այդ ամեն ինչի մասին նախ ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է, այն մարդիկ, ովքեր հարաբերվում են եւ առնչվում են որոշակի շրջանակի հետ, որովհետև այդ մեզ է թվում, թե ինչ որ մենք խոսում ենք, այդ ամեն ինչը գաղտնի, այդ ամեն ինչը գաղտնի չի։ Այդ ամեն ինչը պարզվում է, որ նրանք, ովքեր առնչվում են այդ շրջանակի հետ, գիտեն մանրամասները, գիտեն շատ ավելին, քան մենք բռահում ենք։ Եվ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, գիտեք, պիտի ցավով նշեմ, որ չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Գիտեք ինչ, իմ օրինակի մասին ինչ որ ես
հարկ եմ համարել ասել եմ, հետո էլ ասածից համար ներողություն եմ խնդրել։ Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են, ամենահավաստի ինֆորմացիոն հիմքը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներն են, ովքեր առնչվում են, գիտեն այդ թեմաների մասին եւ ցավոք որոշակի շրջանակների հետ շփվելիս ավելի շատ նման ինֆորմացիաների հետ են առնչվում մարդիկ, քան հոգևոր, եւ դա է այն խնդրեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի։